Գյուղում գեղեցիկ օր էր, բոլոր գյուղացիները աշխատում էին, մնացածն էլ հանգստանում, դասավորում էին արկղերը, ցորենը, երեխաները խաղում էին, ամեն ինչ շատ լավ էր։ Եվ հանկարծ երկու գյուղացի կիրկայով գնում էին, որպեսզի քանդեին ռուդաներ։ Այստեղ գնում է ռուդաների աշխատանքը։ Այս գյուղացին կառավարում էր լիֆտի նման ինչ-որ բան։ Եվ հանկարծ նրան կողը քանդվեց և նրանք ընկան ներքև, կիրկան վերևից, ասես թե նրանք ընկել էին Վարդենի մոտ։ Նրանք ասես չէին հասկանում ինչ է կատարվում, նրանց աչքերը սևանում էին և հանկարծ ծնվեց Վարդենը։ Նա հարձակվեց ժիծելների վրա, սակայն նրանք խուսափեցին հարվածից, և նրանք օգտագործելով իրենց ձուկ բռնելու դժկաները փաթաթվեցին, սակայն Վարդենը շատ ուժեղ էր, և նրանք փորձում էին խուսափել Վարդենի հարվածներից։ Ժիծելը վերջերս կիրկան գցեց, սակայն Վարդենը խուսափելով, կիրկան բումերանգի նման հարվածեց Վարդենի գլխին, սակայն Վարդենը նորից վեր կեցավ։ Նա հարվածում էր, սակայն ժիծելը խփեց նրա դեմքին, թրով հասավ, մյուսն էլ թրով հասավ, սակայն Վարդենը տապալեց երկուսին էլ։ Տեսնենք ինչ է լինում։ Նա ուղարկում է իր էներգիան և գցում է բոլոր սրերը։ Իհարկե ժիծելը խուսափում է և հետ է մղում, Վարդենը ջարդում է դա ձեռքի մեկ հարվածով։ Ինչ է տեսնում նա։ Նրանք ասում են, որ իջեցնի լիֆտը, որպեսզի նրանք կարողանան բարձրանալ։ Առաջինը արդեն ներսում է, մնում է երկրորդը, սակայն երկրորդը շարունակում է խուսափել և հարվածներ հասնել։ Նա տեսնում է և վազում է, մտնում է ներս։ Նրանք սկսում են բարձրանալ, երևում է Վարդենից արդեն վտանգն անցել է, սակայն դեռ ոչ։ Վարդենը ուղարկում է իր էներգիան և ճոճում է։ Վարդենը պատերով, մագլցելով հասնում է մինչև, և ահա, նա բռնված բարձրանում է բոլորի հետ միասին։ Բոլոր ժիծելներին վտանգ է սպառնում, ինչ է կատարվում։ Երկու ժիծելներն էլ հրաշքով փրկվում են։ Ահա, ինչ ենք տեսնում, բոլորը վազում են, այս մի ժիծելները թռնում և բոլորը վազում են, որպեսզի կարողանան փրկվել։ Այստեղ գյուղացիները շանն են սիրում, չիմանալով թե ինչ է կատարվում, սակայն տեսնելով Վարդենին, նրանք էլ են դիմում փախուստի։ Նրանք կանչում են զինվորներին, զինվորները հագցնում են իր բաճկոնները, զենքերը և պատրաստվում մարտի։ Նրանք վազում են և փակում են ժիծելներին։ Ահա, նրանք կրակում են Վարդենին, սակայն Վարդենի համար ասես դա ոչինչ է։ Վարդենը ուղարկում է իր էներգիան, ուղղված, ահա, նրանցից մեկը պահում է դա, բայց ապարդյուն։ Ինչ պետք է անեն։ Ահա, նրանք խուսափում են հարվածից, ուդար, և դուռը ջարդվում է, և ժիծելը տեսնում է զինվորին։ Ասես նա լավ էր տիրապետում թրին, բայց այնքան էլ ոչ։ Նրանք գյուղացի օգնեց զինվորին փախչել։ Նրանք այստեղ են բերում, վառում են և բում։ Տեսնենք, թվում էր թե Վարդենը ոչնչացվել է,
Սակայն ոչ։ Վարդենը նորից վեր է կենում եւ ուղարկում է իր էներգիան, բոլորին տապալելով գետնին։ Նա քանդում է գյուղը, ավերում է այն, ամեն ինչ ջարդելով եւ ահա գյուղացին վրա է հասնում։ Ասես սա անսովոր սուր է։ Եվ ահա նա բավականին խուսափում է Վարդենի հարվածներից, բայց տեսնենք վերջում ինչ է լինում։ Օ, նա կիսում է։ Ասես թե գյուղացին լավ է տիրապետում այս զենքին, սակայն Վարդենը ավելի ուժեղ էր, քան կարծում էիք։ Եվ Վարդենը վրա է հասնում, նա վազում է բոլորի մոտ։ Նրանք այստեղ թագարդ են սարքել Վարդենի համար։ Օ, նրանք թուլացնում են այն եւ Վարդենը ընկնում է լավայի մեջ։ Թվում էր, թե վտանգն անցել է։ Սակայն տեսնենք, թե ինչ է լինում։ Նրանք ուրախ են իրենց հաջողությամբ, բայց Վարդենը նորից վեր է կենում, ասես կինոյի հերոս։ Եվ նա վազում է բոլոր ժիծերների հետևից, որպեսզի սպանի նրանց։ Նա վազում է հակառակ կողմ, ինչ է կատարվում։ Վարդենը գիտի ինչ-որ կարճ ճանապարհ։ Ով ոչ, ժիծերները հասնում են մինչև անտառ։ Նրանք փախչում են գյուղից։ Լսվում է գայլերի ձայները, զոմբիների ձայները, սակայն զոմբիներ չկային։ Նրանք սկսում են գոյատևում անելը, որպեսզի հետ վերադարձնեն իրենց գյուղը։ Եվ ահա նրանք միասնական աշխատելով կորցում են անել ամեն ինչ, որ վերադարձնեն իրենց գյուղը, որը կորցրեցին։ Ահա մեկը աշխատում է վերստակով, մեկը աշխատում է տապորով, մեկը աշխատում է ծառերի վրա։ Օ, ինչ ենք տեսնում, մյուսը սպանում է գառներին, որպեսզի նրանք քնելու վայր ունենան։ Եվ նրանք սկսում են տուն պատրաստել, որպեսզի ժամանակավոր մնան այնտեղ, մինչև սպանելը Վարդենին։ Ինչ ենք տեսնում, նրանք տաքացնում են ժիլեզը, ինչի համար է նրանց դա պետք, երևի որ ալմաս հայթայթեն։ Նրանք սարքում են տեղ կրակի մոտ նստելու և տաքանալու համար, նաև միս խորովելու։ Եվ բոլոր ժիծելները նստում էին և խորովում էին, սակայն մեկ ժիծել շարունակում էր սարքել տունը, նրանք կանչում են ճաշելու։ Եվ նա չի մերժում, նա վերցնում է փայտ, վերցնում է միսը և նա էլ է խորովում։ Ինչ ենք տեսնում, Սկիլետը վրա է հասնում իր երկու ընկերների հետ, Զոմբին և Քրիփերը։ Հարվածը ծուռ էր և նա վերցնում է փայտը, պայթեցնում է Քրիփերին, Զոմբին տապալում է, խուսափում է հարվածներից և Սկիլետը ոչնչացված է։ Նա տեսնելով այսքանին վազում է ընկերների մոտ օգնության, սակայն ընկերները նույնպես ունեին օգնության կարիք։ Ինչ արած։ Նա փորձում է արագ պատրաստել տունը, որպեսզի բոլորն է մտնում ներս, սակայն փայտը չէր հերիքում։ Նետերը դիպավ դռանը։ Նրանք ներխուժում են ներս, ինչ է կատարվում։ Ահա, նա սպանում է։ Նա սարքում է տապոր և վազում է։ Ինչ է կատարվում։ Նա ինչու է։ Օ,
օգտագործում է իր Ender Pion-ը, որպեսզի զզվեցնի Ժիծելին, ներվայնացնի նրան, նա տանում է այս անգամ ծառը։ Ժիծելը տեսնելով, որ ծառը չկա, զարմանում է և ուշագնաց է լինում։ Ես այստեղ ինչ է կատարվում։ Զոմբին հարձակվում է և տապալում է, սակայն ինչ է լինում այստեղ։ Օ, սկիլետը սպանեց իր իսկ ընկերոջը։ Նա տեսնելով նետը միայն փրկությունն է։ Վերցնելով նետը, սարդը վրա է հասնում։ Նա խփում է նետով և վերցնում է նրա սարդոստայնը։ Նա սարքում է ուդычկա և Կրիպերին վերցնելով տապալում է և Կրիպերի միջոցով սպանում է մնացածին։ Նա տեսնում է իր ընկերոջը, իր ընկերը փետ է տալիս նրան։ Նա խուսափում է նետերից և փետով պատրաստում է կրավատներ, սակայն մեկը պակասում էր։ Նա վերցնում է, որպեսզի բուրդ վերցնի գառներից, և դա դրանով ստացվում էր։ Գառները սկսում են մրսել, քանի որ բուրդ այլևս չունեին։ Օ, զոմբիները վրա են հասնում։ Մյուս կողմից սկիլետը Կրիպերի հետ։ Ինչ պետք է անի նա։ Նա քանդում է սրանք և սկսում է բարձրանալ վերև։ Սկիլետը շարունակ կրակում է։ Նա ցատկում է մի ծառից մյուսը, սակայն սկիլետը դիպում է նրա ոտին և նա ընկնում է ծառից։ Օ, հայտնվում է դրակոնի օգնականը, օգտագործելով իր ՏՊ լինելու կարողությունը։ Օ, Ender Pion-ը ընկնում է։ Նա վերցնում է Ender Pion-ը, վազում է։ Ինչ եք տեսնում, սկիլետը և զոմբին նրա հետևից։ Նա ցատկում է զոմբիի հետ, օգտագործում է Ender Pion-ը և ողջ է մնում։ Եվ հարված, երկուսն էլ տապալված են։ Նա ուրախանում է։ Եվ նրանք բոլորը մտնում են արդեն պատրաստի տուն, դռները փակվում են։ Նրանք հարվածում են։ Մյուսը մտնում է պատուհանից և շտապում են քնելու։ Պատրաստում է կրավաթը, դնում է նրանց և բոլորը նստում են քնելու, որպեսզի շուտ ավարտվի այս մղջավանջը։ Սակայն ցույց է տալիս, որ զոմբիները դեռ մոտ են և նրանք չեն կարող քնել։ Զոմբիները մտնում են ներս, սակայն արևը փրկում է նրանց։ Արևից սկսում են նրանք վառվել և մեռնել։ Նա ցույց է տալիս գլուխ։ Նրանք վերցնում են, ասես նրանք ցանկանում են գոլեմ պատրաստել։ Եվ հենց այդպես էլ կա, նրանք պատրաստում են գոլեմը և Ժիծելը արդեն այսքան ժամանակ մնացել էր ներսում։ Նա չէր հասցրել, տեսնելով շունը հաչում է և Վարդենը տապալում է։ Հարվածելով վերջին հարվածը, գոլեմը հարվածում է նրա գլխին։ Կրկին հարված գլխին ցեխով։ Վարդենը հարձակվում է, երկուսն էլ հարվածում են իրար։ Եվ հացաղացի կլորը ընկնում է, գոլեմը բռնում է դա, գցում է ջուրը և շարունակում է մարտը։ Գոլեմը կարող է հաղթել նրան, շանսեր կան,
Նրանք երկուսն էլ հարվածներ են ստանում, սակայն գոլեմը ավելի շատ էր ստանում։ Եվ գոլեմը հարվածում է լեգենդար հարվածով։ Նա խուսափում է հարվածից։ Թվում էր, թե գոլեմը պարտված է, սակայն ժիծելները հուսախոպ։ Ահա, գոլեմը վերեկենում և շարունակում է իր հարվածները, սակայն Վարդենը, նրանք պատերը ջարդելով առաջ էին շարժվում։ Վարդենը վերեկենում, տեսնում է, որ գոլեմը գալիս է իր վրա։ Վարդենը ուղարկում է իր էներգիան, սակայն գոլեմը խուսափում է դրանից։ Գոլեմը վազում է Վարդենի հետևից, որպեսզի բռնի նրան ամեն գնով։ Ահա, գոլեմի ձեռքը վրա է հասնում և հարվածում է։ Ասես թե Վարդենը պարտված է և ինչ ենք տեսնում։ Գոլեմի լեգենդար հարվածով նա գնում է։ Նա խփում է։ Նա վեր է բարձրացնում քարերը։ Ծառը ջարդվեց և ընկավ։ Թվում էր, թե գոլեմը պարտվել է, բայց սա դեռ սկիզբն է։ Նա հրում է Վարդենին և գցում։ Եվ Վարդենը ընկավ այնտեղ, որտեղ որ պետք է լիներ։ Նրանք պայթեցնում են բոլոր բոմբերը, կտրում են շղթան և Վարդենին օֆիցիալ ոչնչացնում են։ Եվ այդ օրվանից գոլեմը դառնում է գյուղի պաշտպանը։